Բարև ձեզ, համեցեք, հրաշալի անակնկալեր ինձ համար, ելով պետք է այսօր առավոտյան ինձ ողջուներ, եթե ոչ հարազատալիքս հանրայինը, համեցեք։ Դե առավոտը ինձ ոչ սովորական սկսում է այնպես արթնանում եմ մի բաժակ սուրճ, որևէ քաղցր բան, ընթրիք եւ առաջին հերթին իհարկե ստուգում եմ էլեկտրոնային փոստը, ստուգում եմ Facebook-յան իմ տիրույթը, ինչ հաղորդագրություններ ունեմ եւ եթե աշխատանքի եմ, միանգամից պատրաստվում եմ եւ գնում եմ հեռուստատեսություն։ Եթե չէ, ապա տանը միշտ աշխատանք ինձ համար։ Այստեղ ուզում ցուցադրել մի հետաքրքիր բան, ունեմ հուշանվերների մի անկյուն, որ աշխարհի տարբեր երկրներից բերել եմ այս տարիների ընթացքում։ Ահա խնդրեմ, այս հատվածն է։ Դե այստեղ տարբեր երկրներից բերված հուշանվերներ են, փաստորեն առաջին անգամ ես եղել եմ արտասահմանում 1985 թվականին, դա բավական հետաքրքիր երկիր էր, դա Դանիան էր, որ այն ժամանակ խորհրդային տարիներին կապիտալիստական երկիր եւ Դանիա բավական հետաքրքիր էր։ Այստեղ կա մի հետաքրքիր բան, որը կարծում եմ կհետաքրքրի, ասեմ, որ այստեղ նաեւ պարգևատրումներն են իմ տարբեր ստացած քաղաքապետարանից ոսկե մեդալը, մշակույթի նախարարության, Մովսես Խորենացին, որն անցած տարի ստացա, բայց սա առավել թանկ է ինձ համար, սա ես եմ։ Նմանատիպ տեխնիկ կա նաև արտավազդի տեխնիկը, երբ նշում էինք երրորդ տալիքի 6-ամյակը մարզամերգային համալիրում, մեզ ողջունում էին մեր բարեկամներ, այսինքն բոլոր նրանք, ում նկարահանել ենք այդ 6 տարիների ընթացքում մեր տեխնիկային թատրոնը եւ եկավ ողջունելու եւ անակնկալ մատուցեց մեզ նվիրելով իմ եւ արտավազդի այս տեխնիկները, խամաճիկները։ Դե տանը շատ լավ է իհարկե, բայց ես չեմ կարողանում ապրել առանց իմ քաղաքի, առանց իմ Երևանի, պետք է աշխատավայրել գնամ հանրային, սակայն մինչ այդ գնանք զբոսնենք Երևանով իմ ամենասիրած փողոցով։ Խոսքս Աբովյան փողոցի մասին է։ Ինչպես երգվում է շատ երևանյան երգում, իմ շատ սիրելի Առնո Բաբաջանյանի երգում, այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այս ջուրն եմ խմել սառնորակ, այո, Երևանը այն քաղաքն է, որի համար ես կարող եմ կյանքս տալ։ Ես շատ եմ սիրում այս քաղաքը, սակայն առաջին հերթին սիրում եմ երևանցիներին, որոնց շատ հաճախ հանդիպում էի հենց այս փողոցում, Աբովյան փողոցում։ Այստեղ գտնվում է ռուսական թատրոնը, որտեղ որ իմ կյանքը կապեցի որպես դերասան։ Իդեպ շատ եմ սիրում գիշերները շրջել Երևանում, երբ որ մարդ չկա, եւ ես վայելում եմ այս քաղաքը, վայելում եմ քաղաքի ճարտարապետությունը։ Շատ հաճախ ցերեկով անցնում ենք եւ չենք տեսնում շատ զարդաքանդակներ շենքերի, որոնք տարիներով եղել են այդ շենքերի վրա։ Երբ որ տեսնում ես, հասկանում ես, որ իրոք մենք հարուստ ճարտարապետություն ունենք։ Երբ ամեն անգամ հուշերից թերով թերթեմ անցյալի էջերով հաթա ես ամեն անգամ այնտեղ կգտնեմ ինձ ծանոթ դեմքեր ջերմ ու հարազատ։ Լավ հիշում եմ 1982 թվականի աշուններ, երբ հաղորդավարների մրցույթ հայտարարվեց հայկական հեռուստատեսությունում եւ ես որոշեցի մասնակցել այդ մրցույթին, բավական բարդ էր, մոտ 120, եթե չեմ սխալվում, մասնակից կար եւ կյանքում չեմ մոռանա, երբ որ երկրորդ ASB-ում, երկրորդ ստուդիայում առաջին անգամ պետք է ծրագիր կարդայի, ես չէի հասկանում, թե ես ում համար եմ կարդում, ես այս սառը ոսպնյակում նայում էի եւ չէի տեսնում հանդիսատես, սովոր էի թատրոնում, որտեղ հանդիսատես կար եւ ինչ արեցի, մի նկար, մի լուսանկար կար, կախեցի այդ լուսանկարը ոսպնյակի տակ եւ սկսեցի հենց այդ լուսանկարի համար հաղորդել տեքստը։ Դե վերջապես 1983 թվականի փետրվարի 1-ին տրվեց իմ հրամանը եւ ես դարձա հայկական հեռուստատեսության հաղորդավար։ Այս տարի իմ մոտ կրկնակի հոբելյան է 65 եւ փետրվարի 1-ին կլինի 40 տարի, որ ես հեռուստատեսությունում եմ։ Ես ամեն անգամ այնտեղ կփնտրեմ
Հեռուստայտողին քաշ ծանոթ է մեր հաղորդումը, արդեն յուրաքանչյուր կիրակի մենք եթերում ենք երրորդ ալիք ռետրո ծրագրում եւ կրկին իմ կողքին իմ վաղեմի ընկերն է, իմ գործընկերը Արտավազդ Դեղոյանը, երկուսով ներկայացնում ենք այդ հաղորդումը։ Ինչ ես հիմա գնամ աշխատելու, մեզ բարի աշխատանքային օր, կհանդիպենք եթերում։ Կանգր ժամանակ ու ինձ աննկատ դու շիր, որ հետ էլ չես գալու։